Ռուսաստանում մարդիկ արդեն գիտեն, թե ինչպես են ավարտվում ընտրությունները։ 2024-ին Պուտինը ստացավ 87,3%, տարիների վերահսկվող հեռուստատեսությունից, ընդդիմախոսների վրա ճնշումներից և օրենքներից հետո, որոնք պատժում են այլ կարծիքի համար։ Freedom House-ը Ռուսաստանին տալիս է 12 միավոր 100-ից։ Հայաստանը կատարյալ չէ։ Ոչ ոք լուրջ չի ասում, թե կատարյալ է։ Բայց Հայաստանը դեռ երկիր է, որտեղ մարդիկ հրապարակային վիճում են, քննադատում են վարչապետին, կուսակցություններ են ստեղծում, անկախ մեդիա են նայում, բողոքի ակցիաներ են անում, պաշտոնյաներին քննադատում են առցանց, յում են առցանց և հետո տուն են գնում։ Freedom House-ը Հայաստանին տալիս է 54 միավոր 100-ից, իսկ ինտերնետի ազատության գնահատականը 72։ Սա տեսություն չէ։ Ռուսաստանում Human Rights Watch-ը արձանագրում է, որ դատարանները ծանր պատիժներ են տալիս հակապատերազմական խոսքի համար։ Մինչև 2025-ի վերջը ավելի քան 1200 մարդ քրեական հետապնդման էր ենթարկվել պատերազմին դեմ լինելու համար։ 2026-ի ապրիլին Ռուսաստանի գերագույն դատարանը Մեմորիալը, խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած իրավապաշտպան կառույցը, ճանաչեց ծայրահեղական շարժում։ Սա է ռուսական մոդելը. մեկ առաջնորդ, մեկ ճշմարտություն, մեկ հեռուստատեսային գիծ, մեկ թույլատրելի հայրենասիրություն։ Հայաստանը ցավ ունի,